Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, քիչ անց Empire League-ում մեկնարկելու է Առուչ Red Rebels հանդիպումը, ֆուտբոլիստները դաշտում են, ողջունում են միմյանց, եկեք ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսեմ Rebels-ից Զաքար Շեկիկյան 5, Էմիլ Պողոսյան 7, Էդուարդ Կիրակոսյան 2, Վազգեն Հովհաննիսյան 11, Վահան Սահակյան 10, Վանիկ Սարգսյան 99, Ավագ Շեկիկյան 3, Սևադա Կոստանյան 22, Գոր Շեկիկյան 9, Ռուբեն Խաչատրյան 8, Վալեր Շախյան 20, Վաչե Սարգսյան համար 1, Նարեկ Սարգսյան 17, Առուչ դարպասապան Հարությունյանն է, Ենոքյան 2, Մկրչյան 8, Անտոնյան 11, Անտոնյան 7, Մամիկոնյան 77, Այվազյան 4, Կալոյան 5, Հակոբյան 55, Ենոքյան 99, Արսենյան համար 9, ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկի համար, տեսնենք թե թիմերը ինչպես են ներկայանում, ինչպես են դրսևորելու իրենց։ Գնդակը Rebels-ի ֆուտբոլիստների մոտ է, աչքի եզրում, սա առաջին գրոն է։ Այս հանդիպման առաջի ֆուտբոլիստները փորձում են դիրքային պաշտպանությամբ աչքի ընկնել եւ այդ փոխանցում դեպի պաշտպանություն։ Փոխանցում դեպի աչքի եզր գլորում են գնդակը Rebels-ի ֆուտբոլիստները, այս փոխանցումը հաջող չստացվեց Հովհաննիսյանի կողմից եւ եզրային նետում կլինի Անտոնյան եւ եզրային նետում Առուչինն է Մկրչյան ուժեղ նետում առաջ եւ Մամիկոնյանի մոտ չստացվեց պայել գնդակը, արված կտեսնենք Rebels-ի դարպասից առայժմ թիմերը, այսպես կարելի ասել, ճանաչում են միմյանց, բայց ցանկություն կա գրոային ֆուտբոլ խաղալու, դա տեսանք Rebels-ի մոտ քիչ առաջ, հիմա էլ Առուչը փորձեց սպառնել մրցակցի դարպասին։ Ուժեղ փոխանցում առաջ դեպի արձակման ձախ եզր, բայց այստեղ Պողոսյանը շարունակել թիմի գրոհը չկարողացավ։ Եզրային նետում Անտոնյան աչքի եզրում է, երկու մրցակից է ճնշում Առուչի ֆուտբոլիստին, բայց մնաց ոտքերի վրա ուժեղ փոխանցում առաջ եւ այստեղ Հովհաննիսյանն է պաշտպանության աչքի եզրում Rebels-ի ուժեղ փոխանցում առաջ ընդունեց գնդակը, այստեղ 10 համարով Սահակյանը, բայց խլում են Առուչի ֆուտբոլիստները, փոխանցում Մամիկոնյանի ուղղությամբ աչքի եզր Փորձի հասնել Մամիկոնյան այս գնդակին, պահեց այն դաշտի սահմաններում, բայց արեց Rebels-ի ֆուտբոլիստի համար Կոստանյան խլում է Մամիկոնյանը, շատ արագ դա արեց, Տուգանային հրապարակում է, ամեն դեպքում նաև հարված տեսանք, բայց այն դիպուկ չստացվեց։ Այսպես Առուչի առաջին գրոն էր։ Սահակյան շարժվում է առաջ եւ ուժեղ հարված առաջ Առուչի ֆուտբոլիստի կողմից Մամիկոնյանը այստեղ հարված կատարեց դարպասապը, ամեն դեպքում ասրեց բարձել ձեռքերը, եւս մեկ փորձ, բայց սուրանկյունից իհարկե բարդ կլիներ ձախ եզրում Մկրչյանն է պահեց գնդակը Առուչի մոտ փոխանցում եւ եզրային նետում կլինի այո Rebels-ի ֆուտբոլիստները կփորձեն իրենց գրոհը զարգացնել, առայժմ Rebels-ը վտանգավոր գրոհ չի ձեռնարկել, Առուչն էլ մեծ հաշվով գոլային պատ չի ունեցել, բայց Մամիկոնյանի դրվագը իհարկե որոշ առումներով վտանգավոր էր։ Բայց այդ իրավիճակում դարպասապը չափից ավելի հաջող գործեց եւ բարձեց ձեռքերը Առուչի գրոն է սա, երբից հարված ենք տեսնում, շատ գեղեցիկ գոլ կլիներ այստեղ Անտոնյանի կողմից եւ անկյունային է նշանակում մրցավարը Սարգսյանը կարողացավ այս գնդակը հետ մղել, գեղեցիկ սեյվ էր դարպասապայի կողմից
Տեսնենք անկյունային ինչպես կիրաստի։ Առուճը Մկրտչյանի կողմից փոխանցում, Անտոնյանն ավելացրեց, բայց այս փորձը դարպասին չէր։ Եվ գնդակը Rebels-ի ֆուտբոլիստներինն է լինելու։ Չեն շտապում Rebels-ի ֆուտբոլիստները, այո, փորձում են հանգստացնել խաղը։ Անտոնյան, հարված ենք տեսնում, փակեց պաշտպան այստեղ։ Հարվածի ճանապարհը Անտոնյանն է պայքարում գնդակի համար եւ եզրային նետում կլինի։ Գնդակը խաղի մեջ է, աչքի եզրում Անտոնյան եւ անկյունային առուճն է վաստակում, տեսնենք շատ ակտիվ են եւ զարմանալի չի լինի, եթե հիմա հաջողության հասնեն։ Խոսքը այս ստանդարտի մասին չէ, այլ մոտ րոպեների ընթացքում, քանի որ իհարկե հասունացել է գոլը, առուճը շատ ակտիվ է եւ արագ գոլ են ցանկանում խփել։ Եվս մեկ անկյունային կլինի, նորից նույն եզրից Եվ պետք է շատ արագ արձագանքի այս իրավիճակին Rebels-ը հակառակ դեպքում անխուսափելի կլինի առաջին գնդակ այս խաղում բարձրից փոխանցում, տեսնում են գորված եւ դարպասապա հայտնվեց Մկրտչյանը ակրոբատիկ հնարքով այստեղ մոտեցավ այս գնդակին եւ հարված կատարեց դեպի Տուգանային հրապարակ էր մտածել փոխանցել այստեղ Ենոքյանը, բայց անկյունային կլինի նորից եւ տեսնենք այսօր գեղեցիկ գոլերից առայժմ զրկվում ենք Մկրտչյան դեպի Տուգանային հրապարակ եւ հեռացված է գնդակը Կոստանյանը կփորձի հասնել չստացվեց Ենոքյան այդ փոխանցում դեպի պաշտպանության կենտրոն եւ կարող է այստեղ Շեկիկյանը շարունակել Rebels-ի հակագրոհը Կոստանյան դեպի Տուգանային հրապարակ Քալոյանը փորձեց եւ եզրից Rebels-ի ֆուտբոլիստները կնետեն Փոխանցում եւ կարող էր Rebels-ը գոլ խփել, այսպես շատ վտանգավոր իրավիճակ բայց աչքի ինքնել այստեղ չստացվեց Red Rebels-ի մոտ եզրային նետում կլինի Առուճի ֆուտբոլիստներն են գնում առաջ, Կալոյան, ուժեղ փոխանցում առաջ եւ Շեկիկյանը այստեղ փակեց գնդակի ճանապարհը եւս մեկ եզրային նետում։ Ուժեղ փոխանցում առաջ, պայքար երկրորդ հարկում։ Եվ եզրից Rebels-ի ֆուտբոլիստները կնետեն։ Շեկիկյան խաղում է Կոստանյանի հետ գնդակը վերադառնում է Rebels-ի մոտ Եվ այստեղ Մամիկոնյանը մաքուր, ոչ, մաքուր չխլեց գնդակը կար խաղի կանոնների խախտում Եթե մաքուր ստացվեր այստեղ խլել գնդակը, ապա հաջողությունը մի անգամից առաջին կուղեկցեր Մամիկոնյանը կարող էր իհարկե այս դրվագը, եթե չխախտեր կանոնները գոլով եզրափակել Կոստանյան, չստացվեց գտնել ազատ խաղընկեր, բայց Rebels-ը վերադարձնում է գնդակը եւ այո շատ ճիշտ արձագանքեցին Առուճի մեջ ճնշմանը Rebels-ի ֆուտբոլիստները գնդակը եւ խաղը առհասարակ տեղափոխեցին մրցակցի կիսադաշտ ու դա զրկեց Առուճին հավանական գոլից մեկնարկային րոպեների ընթացքում ամեն դեպքում Ենոքյան Դեպի Մամիկոնյանը վերջինս ընդունեց գնդակը, չափազանց հաջող փոխանցում եւ կլինի անկյունային շատ լավ փոխանցում կատարեց իհարկե այստեղ Մամիկոնյանը ամեն ինչ ճիշտ հաշվարկեց, բայց չստացվեց Առուճի մոտ հաջողության հասնել անկյունային կա փոխանցումը Մկրտչյան այս անգամ պարզապես փորձեց
կասեցնել գնդակը չստացվեց Կոստանյան եւ այստեղ շուտ հաջող է գործում Արուճի ֆուտբոլիստը Մամիկոնյանը արված փակված է գնդակի ճանապարհը Ավակ Շեկիկյանի կողմից Ձախ եզրում է գնդակը եւ Անտոնյանը չկարողացավ խլել գնդակը մրցակցից Ռեբելսն է շարունակում իր գրոհը Եզրային նետում կլինի Անտոնյանը աչ եզրում է իջեցրեց գնդակը եւ կփորձի իմը որովհետեւ վտանգավոր պաս ստեղծել Կոստանյանն է նահանջել է միթե հերթական անկյունային այո որքան շատ են անկյունայինները եւ միայն Արուճն է առայժմ իրացնում այս ստանդարտը Կա փոխանցումը եւ գնդակը այտվում է դարպասում 1-0 Անտոնյանների հրաշալի համագործակցություն եւ Արուճը խփում է այս հանդիպան առաջին գնդակը այո այս գոլը պետք է լիներ այո Արուճը ուներ մեծ առավելություն իսկապես գոլային բայրի առումով եւ խփում է վաստակած գնդակ ու տեսնենք Ռեբելսը ինչպես է պատասխանելու մրցակցի սա իհարկե մարտահրավեր է Ռեբելսի համար տեսնենք ինչպես Կարձագանքեն այս իրավիճակին ամեն ինչ դեռ առջևում է իհարկե բավականին ժամանակ կա եւ ինչ կլինի արդեն ցույց կտա հանդիպման մնացած ընթացքը Սահակյան ստացվեց գնդակը խաղանկելը ճուղությամբ ուղարկել վտանգավոր է տեսնենք հարված թե ոչ դարպասապահ այստեղ Հարությունյանը Ֆիքսեց գնդակ ամեն դեպքում վտանգավոր բայր կարող է շատ արագ Էմիլ Պողոսյանը հավասարեցնել այս հանդիպան հաշիվը Հարությունյան ուժեղ հարված առաջ եւ հարված կտեսնենք արդեն Ռեբելսի պաշտպանած դարպասից Սահակյան մի փոքր երկար այստեղ պայեց գնդակը եւ միանգամից խլեցին Արուճի ֆուտբոլիստները Մամիկոնյան ուժեղ փոխանցում առաջ Երոքյան Համառ պայքար է գնդակի համար հախուռն պայքար Մամիկոնյան աչ եզրում է Եվ ինչ է անում Մամիկոնյանը այստեղ հրաշալի գործեց պարզապես Անտոնյան եւ չստացվեց այս տեսակի երբ երկու խաղացողների արանքով փոխանցում է կատարում Մամիկոնյանը քիչ առաջ արեց բայց այստեղ արդեն Անտոնյանի մոտ չստացվեց Ռեբելսն է փորձում հակագրոհել եւ Արուճի պաշտպաններն են շատ հաջող գործում Ենոքյան համարձակ էր, հաջող էր այս գործողությունը Մկրտչյան, մնաց գնդակով, լավ փոխանցում էր Մամիկոնյան, բայց խլեցին գնդակը Ռեբելսի ֆուտբոլիստները եւ շատ հաջող արագություն է Պողոսյանը զարգացնում, մնում է գնդակը Ռեբելսի մոտ, համառ պայքար է Ուժեղ փոխանցում առաջ Մամիկոնյան արված եւ դարպասապան հետ մղում գնդակը Անտոնյան կփորձի ավելացնել եւ դարպասապան շարունակում է հաջող գործել Պայեց գնդակը իր թիմի մոտ եւ փոխանցում դեպի աչ եզր Գնդակը ձախ եզրում է Եվ վերցնելու է գնդակը դարպասապահ այստեղ
Ռեբելսն է գրում, փակված է այստեղ փոխանցման ճանապարհը եւ կա խախտում այստեղ։ Արձանագրեց մրցավարը, մոտ էր կանգնած, իհարկե ամեն ինչ տեսավ եւ արդեն կարելի է սարսափել, երբ Անտոնյանն է վերցնում գնդակը, միանշանակ լավ իմաստով Անտոնյանը կարող է նույնիսկ այսպիսի տարածությունից գոլեր խփել, նա այնքան աջող է, հաշվարկում ամեն ինչ, հիմա կտեսնենք, կարծում եմ կտեսնենք, սպասենք։ Երկու հոգանոց պատ է կազմված, տեսեք որքան հեռու է գնդակը, բայց այո պետք է պատն նաև կանգնեցնել Անտոնյան եւ այս անգամ բարձր ստացվեց։ Գնդակը Ռեբելսի մոտ կլինի։ Եվ ուժեղ փոխանցում առաջ դարպասապայի կողմից։ Անտոնյան փորձում է պայքարել գնդակի համար եւ հերթական ստանդարտ այս անգամ անկյունայինի տեսքով խաղարկված է գնդակը, Անտոնյան պտտեցնում է եւ այստեղ կանգնեց Ավակ Շեկիկյանը գնդակի ճանապարհին։ Անտոնյանը ստանդարտը իրացնելու տեսնենք կա բարձրից փոխանցումը, հեռացված է գնդակը տանկավոր է Մկրտչյան, Անտոնյան փակված են հարվածների ճանապարհները եւ Մկրտչյանը փորձեց պահել գնդակը եւ ստացվեց առողջի մոտ այսքան համառությունից հետո մնալ գնդակով Մամիկոնյան եւ դեպի աչքի եզր փոխանցումը ստացվեց, բայց գնդակը հոգ չէ, մնում է առողջի մոտ։ Եվ եզրային նետում արդեն կլինի այստեղ ամեն ինչ արեց, փորձեց պահել գնդակը։ Առողջի խաղացողը, բայց չստացվեց Կոստանյան։ Ձախ եզրում է, լավ անցում էր Կոստանյանի կողմից փոխանցում եւ դարպասապա Հարությունյանն է վերցնում գնդակը։ Անտոնյան Մամիկոնյան աչքի եզրում ընդունեց գնդակը Կրչյան մնում է Անտոնյանը գնդակով եւ հեռացված է Ռեբելսի ֆուտբոլիստի կողմից գնդակը, բայց այստեղ կար խաղի կանոնների խախտում։ Շեկիկյան խաղում է Սահակյանի հետ, ուժեղ փոխանցում առաջ, Կոստանյան արված եւ Հարությունյանը հասցրեց փրկել, այո վերցնում է գնդակ առողջի դարպասապա հոյակապ սեյվ այստեղ առողջի կիպերի կողմից։ Եզրային նետում կլինի։ Գենոքյան Աջող խաղարկում առողջի ֆուտբոլիստների կողմից սարվածում է Ենոքյանը, բարձր ստացվեց։ Ուժեղ փոխանցում առաջ եւ խլում են գնդակը նորից առողջի ֆուտբոլիստները, Մկրտչյան Մամիկոնյան այստեղ վերադարձրեց գնդակը։ Տանգավոր է, Կոստանյան կփորձի հասնել գնդակին, Հարությունյանը նորից հաջող է գործում։
Կա փոխանցումը, բայց պետք է Սուլիչից հետո։ Կա մրցավարի Սուլիչը, տեսնում ենք փոխանցում, տանկավոր հեռացված է գնդակը դեպի աջ եզր, բայց շատ ուժեղ փոխանցում էր։ Դուրում են գնդակը։ Ռեբելսի ֆուտբոլիստները և եզրային նետում կլինի։ Ուժեղ փոխանցում առաջ։ Խլեց գնդակը Ռեբելսը, բայց շատ արագ կորցրեց առաջի ֆուտբոլիստները հերթական գրոին են նետվում Մկրտչյան։ Անտոնյան լավ փոխանցում էր Մամիկոնյան, բայց դարպասապան է դուրս գալիս ու հասցնում հեռացնել գնդակը։ Եվ կար այստեղ խախտում առաջի ֆուտբոլիստի հետ պայքարում։ Կա մրցավարի Սուլիչը, տեսնենք ինչպես կստացվի, պատահետ է մղում գնդակը Մամիկոնյան և բարձր ստացվեց այս փորձը։ Եվ ուժեղ փոխանցում առաջ, գնդակը հայտնվում է ձախ եզրում, Կոստանյան։ Կրչյան։ Հեռվից հարված ենք տեսնում և դարպասապահը վերցրեց գնդակը։ Ուժեղ փորձ առաջ։ Աջ եզրում է գնդակը և Ռեբելսի ֆուտբոլիստները ամեն դեպքում փակում են այս փոխանցման ճանապարհը։ Առուճը գոլից հետո մի փոքր անգստություն է վերցրել իր վրա և դա հասկանալի է, անկասկած։ Դեպի ձախ եզր է գալիս գնդակը, Ենոքյան։ Սա փոխանցում էր Մամիկոնյանի ուղղությամբ։ Եվ տեսնենք Ռեբելսը մինչև խաղակեսի ավարտը կկարողանա թե ոչ։ Մամիկոնյան ընդունեց գնդակը, Մամիկոնյանը լավ փոխանցում էր Մկրտչյան, բայց ստացվեց գրավել դարպասը և վերջ խաղակեսն ավարտված է։ Առուջ Ռեդ Ռեբելս հանդիպմանը։ Ռեբելսը պետք է խնդիր լուծի իհարկե այս խաղակեսում։ Տեսնենք կստացվի թե ոչ դա անել։ Առուճը շատ լավ խաղակես անցկացրեց, իսկապես ակտիվ գրոային ֆուտբոլ էր խաղում, առաջարկում մրցակցին և հաջողության կարողացավ իհարկե հասնել։
Եզրային նետում կլինի։ Փոխանցում դեպի ձախ եզր։ Եվ գնդակը առաջին ֆուտբոլիստներին է լինելու։ Փորձում է առաջը գրել եւ դարպասապա այստեղ Ռեբելսի դուրս է գալիս եւ առանց խնդիրների վերցնում գնդակը ուժեղ հարված ենք տեսնում առաջ եւ Հարությունյանն այստեղ վերահսկում է իրավիճակը առաջ է ուղարկում բոլորին առաջի դարպասապա Ռեբելսի պաշտպանները պատրաստ են, իհարկե Ռեբելսի միմիայն մտածում է գրոների մասին, բայց առուճն էլ չի պատրաստվում իհարկե միայն պաշտպանվել եւ ընդհակառակը ավելի համարձակ Տանգավոր կարող է լինել եւ ինչ է այստեղ կա խաղի կանոնների խախտում եւ նշակետն է ցույց տալիս մրցավարը թե ոչ տեսնենք կարծես թե չկա 11 մետրանոց միջև գիծն էր խախտումը Եվ տեսնենք, ինչպես կիրասնի ստանդարտը։ Ռեբելսը սա անկասկած լավ հնարավորություն է եւ այսպիսի հնարավորություններից այսպիսի իրավիճակներում անկասկած պետք է օգտվել։ Տեսնենք, ինչ է մտածել Ռեբելսը, ինչ է մտածել Կոստանյանը, նա Բարսելոնային գեղեցիկ գոլ խփեց, իհարկե շատ լավ հարվածով Տեսնենք հիմա ինչպես կստացվի։ Կա մրցավարի սուլիչը, արված բարձր է ստացվում այս փորձը։ Եվ գնդակը առաջի դարպասապա խաղի մեջ կմցնի։
Անտոնյան Ձախ եզրում է գնդակը, Ռեբելսը կփորձի օգտվել այս հնարավորությունից Կոստանյան և դարպասապահարությունը վերցնում է գնդակը։ Խանցում դեպի ձախ եզր Մկրտչյան, առաջին խաղակեսում նա գեղեցիկ գոլ կարող էր խփել, իսկապես շատ լավ ոճով, երևի այսպես ասենք հարված կատարեց Մամիկոնյան և քիչ էր մնում առուճը հերթական գնդակը խփեր Մամիկոնյանը մոտ էր հաջողությանը, բայց ամեն դեպքում ստացվեց, Ռեբելսը միանգամից անցնում է պատասխանի և եզրային նետում կլինի։ Եվ Անտոնյանն է այստեղ աշխատում, ուժեղ փոխանցում եղավ դեպի Ռեբելսի պաշտպանություն։ Մկրտչյան ձախ եզրում հասնում է գնդակին։ Մամիկոնյան բարձրից փոխանցում, սա նույնիսկ կարելի է հարված համարել։ Քիչ էր մնում հաջողության հասներ։ Առուճ հերթական անգամ, բայց չստացվեց այստեղ։ Եզրային նետում կլինի։ Այո, Ռեբելսը այնպես չէ, որ ձեռքերը ծալած նստել է, բայց պետք է մի փոքր ավելացնել ճնշումը։ Հակառակ դեպքում կարելի է ասել չի ստացվի։ Այսպիսի ճնշման առուճը պատրաստ է։ Ամենայն դեպս դա ենք տեսնում։ Գնդակը առաջինն է։ Եզրային նետում։ Անտոնյան։ Հերվից փորձ և գեղեցկագույն գոլից զրկվեցինք։ Անտոնյանը հերթական անգամ, հերթական գլուխ գործոցի հետևից էր գնում, բայց չստացվեց։ Ասում եմ արանք մերենք դիտակ մի չէի ապել և նայում Երկրորդ հարկում պայքար կտեսնենք։ Տանկավոր է, այստեղ կա խաղի կանոնների խախտում։ Հուսանք, որ լուրջ վնասվածք չկա։ Եվ տեսնենք ինչպես կստացվի, սա իհարկե ներողություն հնարավորություն է կամ մրցավարի սուլիչը
Եվ բարձր ստացվեց։ Եվ դարպասապա ուժեղ հարված է կատարում առաջ դեպի դաշտի միջնամաս։ Հաջող գործողություն էր եւ եզրային նետում կլինի։ Հեռացված է գնդակ առողջի ֆուտբոլիստի կողմից, Անտոնյանը փորձեց խլել եւ եւս մեկ եզրային նետում կլինի։ Այս անգամ արդեն առողջը կնետի։ Անտոնյան ուժեղ փոխանցում առաջ, Մամիկոնյան ընդունեց գնդակը, նորից Անտոնյան 11 համարով եւ դեպի աջ եզր այստեղ Արսենյանի փոխանցումը չստացվեց, Ռեբելսի ֆուտբոլիստները կորցրին ամեն դեպքում գնդակը, մրցակցի ճնշումը ստիպեց դա անել Մկրտչյան։ Շատ աջողանցում էր երկու մրցակցի, արանքից կարողացավ այսպես դուրս պրծնել եւ շարժվել առաջ։ Բարդ իրավիճակում դա արեց եւ մենք տեսնենք անկյունային, առողջը նորից անկյունային է իրացնում, եթե հնարավորություն լիներ հաշվելու, ապա առնվազն 10 անկյունային այս խաղում առողջը արդեն իրացրել է եւ հենց միակ գոլը առողջը ստանդարտից կարողացավ խփել։ Կա փոխանցումը, պատրաստ էին Ռեբելսի ֆուտբոլիստները եւ գնում են գայծակնային հակագրոյի հետևից, ձախ եզրում է գնդակը, Արսենյանը հասցրեց, երկուսն էլ սայթակեցին, բայց գնդակը առողջին է ուժեղ փոխանցում առաջ այնտեղ, ոչ ոք չընդունեց գնդակը եւ խլում է Մամիկոնյան առողջից, վտանգավոր կարող է լինել արված եւ 2-0 Այս անգամ արդեն չստացվեց անառիկ պայել դարպասը, քանի որ Մամիկոնյանի արվածը գոլ է բերում առողջին, շատ հաջող եզրափակում էր, վաստակել էր այս գոլը Մամիկոնյանն իհարկե եւ աջ ոտքով աջ անկյունն ուղարկեց գնդակը, որտեղ դարպասապա հասնել ու փրկել դրությունը չէր կարող։ Այո, առողջը կարծես թե վաստակում է 3 միավոր հաղթանակ այսօր, բայց չշտապենք, ֆուտբոլը չի սիրում, իհարկե, երբ շտապում են, եւ Ռեբելսը վստահաբար դեռ հավատում է, որ այս խաղում կարող է միավոր փրկել մեծ հաշվով 2 գնդակ է պետք։ Այո, բարդ է, բայց անհավանական չէ, բնականաբար։ Եվ գլորում են գնդակը Ռեբելսի ֆուտբոլիստները, փոխանցում դեպի պաշտպանության կենտրոն, Շեկիկյան ուղարկեց գնդակը աջ եզր, Սահակյան եւ կար խախտում այստեղ Սահակյանի հետ պայքարում։ Ուժեղ փոխանցում առաջ, Ենոքյանն այստեղ էր, ընդունեց գնդակը եւ եզրային նետում կլինի ոչ, Կոստանյանը խախտեց խաղի կանոնները, չնայած որ կարող էր եւ չխախտել, այստեղ անհրաժեշտություն չկար, բայց միամիտ ստացվեց այդպես։ Եվ եզրային նետում գնդակը խաղի մեջ կմտցնեն առողջի ֆուտբոլիստները, Մամիկոնյան, Անտոնյան եւ չստացվեց գրավել դարպասը։ Ենոքյանն այստեղ ընդունում է գնդակը, փորձը շարժվել առաջ, չստացվեց, արագ հակագրող Ռեբելսի կողմից, վտանգավոր է, Կոստանյան արված դարպասապա հետ է մղում գնդակը, եւս մեկ փորձը փոխանցում էր արդեն Կոստանյանի ուղղությամբ, իսկ գնդակն այստեղ ոտքերի արանքում էր պահել
Rebels-ի ֆուտբոլիստը, որը իհարկե չի թույլատրվում եւ ստիպված է սուլել մրցավարը եւ ազատ հարված նշանակ է։ Հարությունյան ուժեղ հարված առաջ։ Կոստանյանը աչքի եզրում փորձեց իջեցնել գնդակ, այստեղ չստացվեց եւ հարված դարպասից կտեսնենք։ Ներողություն, Հարությունյանը գնդակը խաղի մեջ կմտցնի, գլորում է խաղընկերոջ ուղղությամբ ձախ եզր եւ ուժեղ փոխանցում առաջ։ Տանկավոր է Անտոնյան և 3-0 առուճը, հերթական գոլն է խփում, Անտոնյանը հասնում է հաջողության, 3 տարբեր կատարողներ այսօր առուճից և նուրբ թույլ հպում գնդակին, որն էլ բավական էր այստեղ հաջողության հասնելու համար։ Այո, խփում է առուճը, խփում է Անտոնյանը և սա կարծում եմ արդեն բավական էր, որպեսզի հասկանանք, որ այսօր առուճը 3 միավոր վաստակելու է։ Շատ հաջող եզրափակում էր և տեսնենք Rebels-ը ինչպես է պատասխանելու։ Չնայած դրան, որ միավորի մասով չէր իհարկե ասածս, քանի որ արդեն շատ տրամաբանական է, որ առուճը առաջին հերթին բաց չի թողնի այս առավելությունը խփել 3 գնդակ, այսքան հաջող հանդիպում անցկացնել և կորցնել այս առավելությունը ուղղակի անթույլատրելի է։ Ուժեղ փոխանցում առաջ, Արսենյանն է պայքարում գնդակի համար և կար խախտում Արսենյանի կողմից այստեղ։ Սահակյանի հետ պայքարում էր, խախտել խաղի կանոնները։ Ուժեղ փոխանցում առաջ, շեռացված է գնդակը, արված ենք տեսնում, Ենոքյանը փակեց գնդակի ճանապարհը, Rebels-ը փորձում է գնդակը ձախ եզրում է և Արսենյան ուժեղ փոխանցում դեպի Անտոնյանը, բայց այստեղ Զաքար Շեկիկյանը հասցրեց ավելի մոտ էր գնդակին, Անտոնյան մնաց գնդակով, Անտոնյանը ինչպես միայն նա գիտի իհարկե կարծում է, Մամիկոնյան արված և քիչ էր մնում դուբլ ձևակերպել Մամիկոնյանը և գնդակը հայտնվում է դարպասում, առուճը հերթական գոլն է խփում։ Այսպես շատ հաջող եզրափակում առուճ այսօր հրաշալի ֆուտբոլ է խաղում, իսկապես շատ գեղեցիկ ֆուտբոլ առուճի կողմից և հասնում են անկասկած արժանի հաղթանակի և Անտոնյանը դուբլ է ձևակերպում, նա բացել էր այս հանդիպման հաշիվը անկյունային խաղարկումից հետո, գլխով շատ լավ հարված, շատ հաջող եզրափակում և ամենայն հավանականությամբ նաև վերջին գոլն է հենց Անտոնյանը խփում առաջինից բացի։ Տեսնենք միանգամից ուժեղ հարված առաջ, բայց Պողոսյանի փորձից հետո գնդակը առուճի պաշտպանին է բաժին հասնում։ Միանգամից խաղարկում են Rebels-ի ֆուտբոլիստները և Ենոքյանը այստեղ հաջող պրեսինգի գնաց, մնում է գնդակով Ենոքյանը և փոխանցում դեպի աջ եզր Անտոնյան, Անտոնյան ինչ է մտածել, շրջանցեց մեկ մրցակցի և հարվածել լավագույն կերպ, այսպես կարելի ասել չկարողացավ Կոստանյանը, մեկ մրցակցի շրջանցում է, բայց հանդիպում է Անտոնյանի ճնշմանը և այստեղ գնդակը դարպասապան է վերցնում Rebels-ի։ Ուժեղ հարված առաջ, գնդակը աջ եզրում է, Սահակյանը կփորձի պայքարել մրցակցի հետ։ Եվ փոփոխություններ տեղի կունենան հիմա։ Եզրային նետում, Պողոսյան, փորձեց իջեցնել գնդակը, Ենոքյանը խլում է, շատ արագ կորցնում,
Rebels-ի ֆուտբոլիստներն են փորձում պատասխանել մրցակցին։ Հետում եզրից դեպի Rebels-ի տուգանային հրապարակ Արուչի ֆուտբոլիստները շարունակում են գրոհել։ Արսենյան ուժեղ փոխանցում առաջ եւ Rebels-ի պաշտպանները լրացնում են գնդակը։ Անտոնյան ձախ եզրում է եւ կար այստեղ ձեռքով խաղ։ Ուժեղ փոխանցում առաջ։ Ենոքյան տեսնենք ինչ է մտածել։ Ենոքյանը տուգանային հրապարակում է Rebels-ի, խլեցին նրանից գնդակը եւ կար այստեղ խախտում ոչ հարված դարպասից ներողություն։ Եվ ուժեղ հարված առաջ գնդակը բաժին է հասնում Անտոնյանին Արուչից, փոխանցում դեպի աջ եզր Մամիկոնյան։ Մամիկոնյան արվածում է եւ դարպասապահ հետ մղեց գնդակը։ Սնկով նույնիսկ այսպես կարելի ասել, հեռացրեց գնդակը Rebels-ի կիպերը եւ մենք տեսնենք անկյունային։ Հեռացված է գնդակը եւ ավելի հեռու հարված Արուչի դարպասից Ոցունյան ուժեղ հարված առաջ կար խախտում։ Պողոսյան գլորում է գնդակը աջ եզր եւ Rebels-ի ֆուտբոլիստները պահում են գնդակը դաշտի սահմաններում։ Վտանգավոր կարող է լինել։ Կտեսնենք հարված թե ոչ, կամ վտանգավոր, որովհետեւ սուր գործողություն։ Կա փոխանցումը, մենք տեսնում ենք վտանգավոր պար Rebels-ի կատարմամբ եւ կար այստեղ խախտում Հարությունյանի հետ պայքարում։ Եվ ուժեղ հարված կտեսնենք առաջ Արուչի դարպասապահի կողմից։ Կայթ հարվածը Եվ վերջ հանդիպումն ավարտված է, հաղթում է Արուչը արժանի հաղթանակ, իհարկե գեղեցիկ ֆուտբոլ, արժանին մատնեցենք նաև Red Rebels-ին, այս խաղի համար այսքանը, շնորհակալություն։